Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին։ Տեղեկություններ կան, որ Սահմանադրության նոր տեքստը Արդարադատության նախարարի գլխավորած բարեփոխումների խորհուրդը պատրաստվում է հրապարակել հաջորդ շաբաթավերջին, մարտի 20-ին, ինչի հետ սակայն այնքան էլ հարց չեն խորհրդի բոլոր անդամները։ Գլուխներ կան դեռ չեն ուսումնասիրել, հավաքվում, նիստ են գումարում յուրաքանչյուր ուրբաթ, այսինքն մինչև վերջնական հրապարակումը հանդիպման միայն մեկ հնարավորություն ունեն։ Ինչպես են հասցնելու։ Ժամի հետ զրույցում իրավական փորձագետը տարակուսում է նախորդ անգամ 10 տարի առաջ Սահմանադրությունը բարեփոխող խումբը պարբերաբար տեղեկացնում էր իր որոշումների մասին։ Հիմա նույնիսկ չգիտենք, թե ինչ են գրել մինչև այս պահը։ Ինչ-որ չափով Արդարադատության նախարարությունը իրենց հանդիպումների մասով սոսկ հանդիպումների խնդրում են դրան ուշադրություն դարձնել, բայց ոչ բովանդակային, մեզ որոշակի ինֆորմացիա տալիս է, բայց գլոբալ առումով Սահմանադրության փոփոխությունների բովանդակության մասով մենք բավարար տեղեկություն այսօր չունենք։ Ավելին, մենք չունենք հայեցակարգ, մինչդեռ եթե վերցնենք, որ այսօր արդեն մենք մարտ ամիսն եւ ամռանը ստացվում են փոփոխություններ, ենթադրվում է, որ որոշակի հայեցակարգ պիտի հասանելի լիներ։ Մինչև այս պահը հայտնի չէ նաև, թե ի վերջո մայր օրենքի նախաբանում կմնա արդյոք անկախության հռչակագրի հղումը, որ կանգնել է Ադրբեջանի նախագահի կոկորդին։ Հիշեցնեմ, Բաքուն մեր Սահմանադրության հենց այս դրույթն է մեկնաբանում իբրև իրենց նկատմամբ տարածքային պահանջ, Երևանի առջև պայման դնելով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման համար հրաժարվել բարձր փաստաթղթում տեղ գտած ձևակերպումից։ Եվ մինչև Սահմանադրությունը բարեփոխող խումբը հասնում է այս հարցի քննարկմանը, վարչապետը 3 լրագրողների հետ զրույցում դարձյալ ձևակերպեց իր դիրքորոշումը։ Ըստ Փաշինյանի, նոր Սահմանադրությունում անկախության հռչակագրի հղումը պետք է չլինի։ Այո, նոր Սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում պետքա չլինի։ Եվ ասեմ ինչու։ Որովհետև անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ եւ ուզենալ անկախ պետություն կառուցել։ Սահմանադրագետների կարծիքով, սակայն մայր օրենքում անկախության հռչակագրին հղում անելը ոչ թե կոնֆլիկտի մասին է հուշում, այլ թե մեր երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունը ինչ սկզբունքներ ունի։ Դրանք ուղղեն նշվում են Հայաստանի Հանրապետության ղեկավարության քաղաքականության պայմանական ասած այն սկզբունքները եւ այն նպատակները, որոնք պետք է գերակա լինեն պետության էֆեկտիվ արդյունավետ կառավարման տեսանկյունից, քաղաքական եւ իրավական իմաստով։ Միևնույն ժամանակ, քանի դեռ չգիտենք, թե անկախության հռչակագրի հետ կապված ինչ դիրքորոշում կունենա Սահմանադրությունը բարեփոխող խորհուրդը, մասնագետները վտանգավոր են համարում վարչապետ Փաշինյանի հայտարարությունները, թե հղումն այո պետք է չլինի։ Եթե նաև անալոգիա անենք վերջին տարիներին եւ ինստիտուցիոնալ զարգացումների եւ օրենսդրական որոշ այլ process-ների հետ համատեղ, ապա կարող ենք տեսնել, որ ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունները վերջնարդյունքում կյանքի են կոչվում, անկախ նրանից, թե ներքևի օղակներում այլ ինչ process-ներ կարող են ընթանալ։ Իդեպ Սահմանադրական բարեփոխումների խորհրդում քաղաքասարակության ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները հռչակագրի հղումը պահել-չպահելու հարցում էլ միանշանակ որոշում չունեն։ Ավելի վաղ ժամի հետ զրույցում Դանիել Հովհաննիսյանն ասել էր, թե հարցին հավանաբար ձեռնպահ է քվեարկելու։ Մյուս անդամներից էլ փոխանցել էին, Ալիևի պահանջները կատարելու հետ հաշտ չեն, կլինեն դեմ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։